Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, թեև ասեմ, վախենում եմ նույնիսկ սիրելի ասել, որովհետև միգուցե այդ բառից մարդիկ մտածում են սիրո խոստովանություն է։ Ինչևէ, ասեմ, որ այսօր արթնացել եմ վաղ առավոտյան և մտածում եմ, քանի դեռ շոգը շատ սաստիկ չէ, այս դեպքում արդեն սկսեմ խոհանոցում մի փոքր աշխատել, որովհետև օրվա մեջ դա արդեն դառնում է անհնարին։ Ուրեմն այսօր պատրաստվում եմ բորշ պատրաստել, դե գնացինք, տեսնենք ինչ կստացվի։ Այսպես, սիրելի հետևորդներ, այս անգամ սկսենք գազարից, սկսենք քերման աշխատանքներից։ Ասեմ, որ նապաստակիս արդեն գազար կերակրել եմ և ավելի ուրախ սրտով եմ քերում։ Այսպես, սիրելի հետևորդներ, դեմքս բացվեց։ Հիմա հավաքում ենք այստեղ։ Այսպես։ Մտածում եմ մատանիներս հիմա ամբողջովին կարմրելու են։ Ինչևէ, հիմա քերում ենք այս գեղեցիկ բազուկը։ Սիրելի հետևորդներ, եթե կուլիսներում հիմա լինեին իմ ընկերուհիները, նրանք կողքից կասեին տեմպով, դրա համար հիշեցի և այսպես ինքս ինձ սկսեցի ծիծաղել։ Այսպես ուրեմն տեմպով քերում ենք այս Այսպես, նույնպես տեղավորում ենք այստեղ։
Հիմա սիրելի հետևորդներ, այսպես, ասես անցնում են լռության րոպեները և քանի որ կարծում եմ այդքան էլ մանրամասը աշխատանքը չի երևում, պետք է ինչ-որ բան խոսել, բայց ամեն դեպքում հիմա ես կենտրոնացած ուտելիքի վրա, փորձում եմ հերթականությունով կատարել իմ աշխատանքը։ Այսպես, ճաշը պատրաստելը շատ հեշտ է, արագ-արագ կտրատում ենք, լցնում ենք իրար վրա և գազը արդեն կատարում է իր աշխատանքը։ Ասեմ, որ ես նաև ունեմ մեկ գաղտնիք, դնում եմ գազին և գնում քնում եմ, կամ հանգստանում եմ, կամ խորանում եմ հեռախոսի մեջ և արդյունքում ինչպիսի այսպես կազուսներ են առաջանում, դա արդեն պահը գիտի, որ օրը ինչպես կստացվի։ Այսպես, պղպեղը երևի ոչ էլ մանրացնեմ, հետագայում եթե չուզենամ իմ ափսեի մեջ լինի, այդպես ամբողջական կհանեմ։ Այսպես լոլիկը, և սոխը։ Այս դեպքում կօգտագործենք նաև մի փոքր միս, սակայն ասեմ, որ ես ինքս չգիտեմ ինչու սիրում եմ բորշը տուշոնկայով ավելի շատ, քան խաշված մսով։
Սոխը բավական խոշոր կտրատեցի, բայց կարծում եմ չի խանգարի։ Այստեղ այն տարբերակն է 2,5 արա և տեղափոխի կաթսայի մեջ, որովհետև արդեն աչքերիցս սկսում են արտասուքները գնալ։ Այսպես տեղափոխում ենք Սիրելի հետևորդներ, տեղափոխում ենք կաթսայի մեջ։ Այսպես։ Այստեղ միսն է, որը մի քիչ հետո կավելացնենք։ Հիմա սոխառած ենք անում, ավելացնենք կարագը և մինչև սոխը տապակվի, կավելացնենք բանջարեղենները։ Տեսեք սիրելի հետևորդներ, որքան արագ արդեն ճաշը պատրաստ է։ Այսպես հիմա սոխառածը կլինի։ Այստեղ էլ արդեն բանջարեղեններն են, կարտոֆիլն էլ արագ կկտրատեմ, կավելացնեմ միսը և վերջ։ Եփելը արդեն գազի հույսին։ Տեսեք սիրելի հետևորդներ, գունագեղ պահը արդեն ընթացքի մեջ է։ Այսպես գեղեցիկ տապակվում է, գազարը բազուկը սոխը, հիմա արագ կավելացնեմ կարտոֆիլը, որը երևի կկտրատեմ առանց ձեզ կավելացնեմ ու կշարունակեմ նկարը հանել։ Այսպես սիրելի հետևորդներ, ավելացրեցինք այստեղ կարտոֆիլը և այստեղ ավելացնում ենք նաև մյուս բանջարեղենները։ Հիմա մի փոքր կավելացնենք նաև տոմատ, եռացրած ջուր, աղ, պղպեղ կանաչին վերջում։ Այսպես սիրելի հետևորդներ, ճաշն ընթացքի մեջ է, հիմա կարելի է արդեն սուրճ վայելել։ Լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։ Այսպես սիրելի հետևորդներ, ճաշն այսպիսի ընթացքի մեջ է, ես վայելում եմ իմ սուրճը։ Ճաշը կարելի է ասել արդեն պատրաստ է և կանաչիներից օգտագործենք չորացված ռեհան։